Այսօր շատ նյարդային խաղ ստացվեց, ճիշտն ասած, այդպես էլ սպասում էինք, բայց ամենակարևորը մեզ համար արդյունքն էր տարին ավարտել հաղթանակով, առավել ևս հաշվի առնելով մրցաշարային աղյուսակը։ Պարոն Ասյան, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, Փյունիկը Ուրարտուին հավասար միավորներ ունի ու 2 միավոր է զիջում Արարատ Արմենիային։ Մենք շատ ենք խոսել ընթացքի մասին, հիմա արդեն հաստատ վերջացավ առաջին հատվածը, ձեր գնահատականը մրցաշարային աղյուսակի մասին ավելի շուտ։ Նախ շատ հետաքրքիր է այս տարվա առաջնությունը, ճիշտ է, կարող ենք ասել, որ երկու խմբի է բաժանվել առաջնությունը, բայց նույնիսկ առաջի մասի, առաջի հատվածի թիմերը, երբ խաղում են երկրորդ հատվածի թիմերի հետ, բավական դժվարությամբ են հաղթանակները տրվում։ Այդ առումով կարծում եմ այս տարվա առաջնությունը շատ հետաքրքիր է։ Ինչ վերաբերում է մեր թիմին կամ մեր թիմի գնահատականին, դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք, շատ հեռուն չենք նայում։ Իհարկե, էլ 50%-ն էլ չենք հացել կոնկրետ մենք առաջ։ Այսօր մի քիչ փոփոխություններ կային, Վառեիկան էր առաջին րոպեներից խաղում, Վառեիկան ամռանը Եվրագավաթային խաղերում լավ տպավորություն էր թողնում, հետո մարզավիճակի անկում նկատվեց, նրա խաղի մասին ինչ կասեք ու Տարախչյանը որպես կենտրոնական հարձակվող էր սկզբում խաղում։ Անկեղծ ասած, հա, այդ փոփոխությունը արել էինք, անկեղծ լինեմ, այդքան չաշխատեց, ինչքան որ մենք ենք սպասում, դրա համար երկրորդ խաղարկեսի սկզբնամասում փոխեցինք դիրքերով։ Ինչ վերաբերում է Վառեիկային, իհարկե մենք տեսել ենք լավագույն Վառեիկային եւ սպասում ենք դրան, որ հետ գա իր մարզավիճակին, բայց մի կողմից էլ մի քիչ ես ինձ եմ մեղադրում այդ առումով, որ ես շատ իրան քիչ հնարավորություններ եմ տվել։ Եվ Նուբիսին այսօր երկրորդ կեսում դուրս եկավ փոխարինման, գոլ խփեց, 2 գոլ խփեց ու տպավորություն էր, որ նա հատուկ ինչ-որ ապացուցելու բան ունեց այս դրա մասին, ինչ կասեք։ Շատ լավ է, շատ ուրախ եմ, եթե այդպես լավ է ստացվում, կարող եմ միշտ էլ երկրորդ խաղակեսում իրան դուրս բերել դաշտ, որ ապացուցի։ Կարևորը որ իր գոլերով օգնի թիմին, թիմն էլ միավորներ վաստակի։ Եվ ինչքան որ կարելի է դրա մասին խոսել, ինչպիսին են պլանները ձմռանը, ինչ է կատարվելու։ Մենք վաղվանից արձակուրդ ենք գնում, հունվարի սկզբին կհավաքվենք, առաջի շատ փոքր մասը տեղում կաշխատենք, դրանից հետո կունենանք օտարերկրյա հավաք, իսկ ինչ վերաբերում է տրանսֆերային քաղաքականությանը, իհարկե շատ մեծ գլոբալ փոփոխություններ չի լինելու, բայց հուսով եմ, որ մենք լավ կաշխատենք, որ թիմը ավելի բալանսավորված լինի։ Իսկ ցանկություն կա հայերի քանակը ավելացնելու։ Առաջնային մեր խնդիրը, ինչպես նկատել եք, դա է, հենց դրա վրա էլ պետք է աշխատենք։